Փաշինյանը հաստատել է, որ ինքն է հրահանգել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին ազատման դիմում գրել։ Էդիտա Գզոյանի հրաժարականի մասին օրերս հայտնի դարձավ և կասկածներ էին առաջացել, որ դա կապ ունի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Ծիծեռնակաբերդ կատարած այցից հետո։ Այդ ժամանակ թանգարանի տնօրենը Միացյալ Նահանգների փոխնախագահին և տիկնոջը ոչ միայն ցեղասպանության, այլև Բաքվի և Սումգայիթի ջարդերի Արցախյան հարցի մասին էր պատմել, Արցախի մասին գիրք նվիրել, իսկ թանգարանի էջում տեղադրված հաղորդագրության մեջ էլ հենց Արցախ տերմիններ օգտագործվել։ Սա փաստորեն չներվեց Էդիտա Գզոյանին։ Վերջին տարիներին պաշտոնյաները Փաշինյանից մինչև պատգամավորներ ընդհանրապես չեն օգտագործում Արցախ տերմինը, անգամ հանրային հեռուստաընկերության եթերում այլևս այդ բառը չի հնչում, սակայն Գզոյանն առաջին պաշտոնյան է, որը պատժվում է հակառակն անելու համար, ինչը ցույց է տալիս, որ Արցախի մասին չխոսելը ի սկզբանե եղել է ամենավերևից Փաշինյանից իջեցված հրաման։ Ամիսներ առաջ էլ Փաշինյանը նույն ոճով աշխատանքից